մի եղբայրը ստացել էր դարձյալ նույն երկրի նույն տիրոջից մեդալ, շքանշան, իհարկե այստեղ մի մեծ թռիչք ու առաջընթաց եղավ, որովհետև անձամբ նախագահի կողմից ստացավ, իսկ կարծեմ այն պարագայում դեսպանատանն էր պարգևը հանձնվե հայտնի դեսպանի Կոպիրկինի կողմից, սա կարծես թռիչք էր, առաջընթաց։ Միգուցե Եզրաս Ներսիսյանի ծառայությունները մատուցած ավելի բարձր են այդ առումով։ Ճիշտ ասած, այդ ոլորտից չեմ տիրապետում, բայց մեր բարձրագույն իշխանությունը, եթե այդ կասկածը հայտնել է, նշանակում է տիրապետում է ինչ-որ տեղեկատվության, բայց իհարկե պետք չի ինչ-որ փաստերի տիրապետել։ Մենք կարող ենք նաև հեռահար այդ ցանկությունները, մղումները, դուք տեսեք, թե ում են ծառայել այս ընթացքում բռնակալ իշխանություններին։ Նոր եկած իշխանությունը իրենց համար խորհուրդ է եղել։ Ես օրինակ ցավով եմ նկատել, որ միշտ մասնակից լինելով համաժողովրդական շարժմանը, հուզումներին եւ ոչ միայն իմ մեջ, այն ժամանակվա պայքարող քաղաքացիների մեջ, անգամ այդ մարտի 1-ի դեպքերից հետո, անկախ նրանից ով էր եկեղեցու գլուխ կանգնած, բոլորի մոտ կար այդ սպասողական վիճակը տեսնել իրենց հոգևոր առաջնորդին։ Եվ դա խոր հիասթափության մի առիթ դարձավ, երբ որ բացակայեց այդ օրը եկեղեցու առաջնորդ